Georgian. Ուրեմն մենք նոր շիգոր ծանոթ համարյա Գորիսից եմ դարել, ենքանը մեկ էլ գնացել, գյուղ, բոլորին ճանաչում ենք, քաղաքով բոլորի հետ շփվել ենք, ճանաչում ենք։ Ուրախ եմ նաև այսօր այստեղ այս ծանր պայքարի այս հանգրվանում ձեզ այս դահլիճում տեսնելու, մեր կողքին տեսնելու համար։ Հիմա բոլորս հասկանում ենք ինչ է տեղի ունենում, ինչ է կատարում, գալու են, նաև եկել են, վաղն էլ գալու են մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, տարբեր մոտեցումներով, առնվազն իմ պատկերացմամբ մենք չենք եկել ստեղ, որ ասենք թե մենք ինչքան ենք թոշակները բարձրացնելու, դրա մասին էլ ենք խոսում, այդ ծրագրերն էլ կա, այս ամեն ինչի մասին խոսում ենք, տարբեր սոցիալական, կենցաղային, անվտանգային մասին խոսում ենք ու ասում ենք, ու մեր թիմը առնվազն այդ ամեն ինչը արել է, ապացուցել է, տեսել եք, բայց գիտեմ, որ այս պահին ամենաշատ այստեղ հավաքվածներին անհանգստացնում է մեր պետության, մեր սահմանների անվտանգությունը։ Գիտեմ, այս պահին ամենաանհանգստացնող հարցը դա է բոլորիս համար։ Եվ այստեղ հավաքվածների մի մեծ մասը, հսկայական մասը, ովքեր էլ որ այս պահին այստեղ չեն գտնվում, մտքով, սրտով, իրենց գաղափարներով մեր հետ են, այս թիմի հետ են եւ ուզում են իրենց պայքարով, իրենց ներկայությամբ, իրենց ամսի 7-ի գործողություններով լուծեն առաջին հերթին իրենց սահմաններին, իրենց քաղաքին, իրենց գյուղերին սպառնացող անվտանգության այս խնդիրները։ Բոլորս գիտենք ինչ է կատարվում մեր երկրում, գիտենք թե ինչ է պատահել մեր երկրին, բայց պետք է այս դահլիճում հավաքվածները առավել ևս այստեղ ներկա գտնվողները, ովքեր որ այս ծանր շրջանում նախընթաց տարիներին մեր կողքն են, մեր հետ են, իրար լավ ճանաչեն, մեկը մյուսի կողքում նվստած մարդկանց դեմքով ճանաչեք ու հիշեք, անցնելու է այս փոթորիկը, կգա սրանից հետո 5, 10, 15 տարի հետո, բայց առնվազն իրար պետք է հիշեք, չմոռանաք, հիշեք, որ այդ ծանր ժամանակաշրջանն ու արավիլքը պատահեց մեզ ու մեր ժողովրդին, դուք էիք այն ողնաշարը, դուք էիք այն մարդիկ, ովքեր որ մեր ժողովրդի արժանապատվության դրոշը նետել էին մի կողմ, բայց մաքարելով, դժվարությունների միջով անցնելով, քրեական հետապնդումների, վախի տոտալ հետապնդումների ենթարկվելով չհանձնվեցիք, չկոտրվեցիք, կանգնեցիք ձեր պետության, ձեր ժողովրդի արժանապատվության դիրքերում և փորձեցիք բարձրացնել մեր ժողովրդի արժանապատվության դրոշը։ Այսօր մեր հասարակության մի հսկայական հատված վախեցած է, թաքուն է գործում, վախենում է իր մտածումները, իր զգացմունքները, իր խոսքերը հրապարակային ասել, իր գործողությունները ցույց տալ, բայց դուք այդ հասարակության միջի այն փոքրամասնությունն էիք, այն արժանապատիվ փոքրամասնությունն էիք, որ չընկրկեցիք, չվախեցաք ոչնչի առաջ, ոչ մեկի առաջ։ Կգա սրանից հետո կանցնեն տարիներ, համ դուք կհիշեք, համ ձեր երեխաները կհիշեն, համ մեր ժողովուրդը կհիշի։ Ձեր նմանները Հայաստանում բազմաթիվ քաղաքներում և գյուղերում են։ Ու ձեր նմաններից է կապված մեր ժողովրդի, մեր հայրենիքի, ձեր հայրենի Գորիսի վաղվա ապագան։ Ամեն ինչ ձեզանից է կապված։ Խնդրում ենք, հորդորում ենք, ցույց տաք Գորիսեցու իրական ըմբոստությունը։ Մենք գիտենք Գորիսեցիք բնավորության ըմբոստ են, համարձակ են, վճռական են, հիմա ինչ-որ արկածախնդիրներ եկել, հայտնվել են տարբեր պաշտոնների և աթոռների փորձում են այդ ըմբոստությունը ճնշել, բայց վստահ եմ, որ ամսի 7-ին Գորիսեցին իր
ուժը իր ըմբոստությունը ցույց կտա մերժելով այս խայտարակությունը, այս պարատումը, այս բաժանումը, նվաստացումը, ստորացումը, որովհետև սա մեզ վայել չէ։ Նորից եմ ասում, մենք չենք եկել, ես անձամբ չեմ ուզում խոսել, թե ինչ տնտեսական ծրագրեր ունենք, սոցիալական ծրագրեր ունենք։ Մի քանի հարց ունեմ տալու։ Վաղը, որ ձեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի խնդիր ունենա, ինչ-որ մի պրոբլեմ ունենա, ինչ-որ մեկի հետ հարց ունենա, թե անձնական, թե ընտանեկան, թե տղայական, ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դուք գիտեք ով է մեր քաղաքական ուժի ղեկավարը։ Կուզեք ձեր ընկերը այդ հարցի մեջ, կամ ձեր ընտանիքի բարեկամը, այդ բոլորից մտքում մտածեք, ով կուզեք այդ ձեր դժվարության մեջ ձեր կողքին լինի։ Տեսեք, համեմատեք եւ ամեն մեկը ձեր սրտով ու մտքով գնացեք ընտրության։ Ձեր սրտով ու մտքով գնացեք, մերժեք այս չարիքը, ժողովուրդ ջան։ Այս չարիքը հիմա մենք չենք եկել վախեցնել, թե վաղը ինչ է լինելու, արդեն վախեցնելու է չի, պարդա, փաստա, ապացուցել են, թե ինչ են բերում մեր գլխին։ Խոսում են Շուշիի Հադրութի դեօկուպացիայից 21 թվի ընտրություններին։ Հիմա վախենում են Շուշիի Հադրութի ընդհանրապես ոչ միայն Արցախի, այլ Արցախ բառը կամ արցախցի բառը օգտագործել։ Մարդկանց ասում են, ինչ եք ողջ մնացել։ Մենք ողջ ենք մնացել։ Մենք ողջ ենք մնացել, որ ձեր քաղաքական գերեզմանը տեսնենք, մենք ողջ ենք մնացել, մենք ողջ ենք մնացել, որ ձեր այս ստորացման, խայտարակության, դավաճանության, այս գարշահոտը թաղենք, որ տարածվել է մեր հայրենիքում, մենք դրա համար ենք ողջ մնացել, ու քանի դեռ ողջ ենք, շնչում ենք, կապ չունի ինչքան է տևելու այս պայքարը։ Այս պայքարի մեջ մենք գնալ ենք այնքան միջև, որ հաղթանակ լինի։ Եթե ուզում եք մի րոպե մի վայրկյան շուտ եք հաղթանակը լինի, ամեն մեկը ձեր հարևանին, բարեկամին, ընկերոջը համոզեք, որ ամսի 7-ին այդ հաղթանակը բերեն։ Ամսի 7-ին փորձենք այդ հաղթանակը մեկ օր շուտ բերենք մեր ժողովրդին։ Բայց քանի դեռ հաղթանակ չի եղել, մի բան ենք խոստանում ձեզ։ Անընդհատ պայքարի մեջ ենք լինելու։ Մենք չենք մոռանալու հաղթանակից հետո։ Ոչ նրանց, ովքեր որ այդ դժվար օրերին մեր կողքն էին, ոչ նրանց, ովքեր որ մեզ ծաղրում էին, ոչ նրանց, ովքեր որ մեզ այդ պայքարի ճանապարհին կիսատ թողեցին։ Այս պայքարը տևելու է այնքան, մինչև որ հաղթանակ լինի։ Ձեզ խնդրում եմ, չհանձնվել, չհաստատվել, չկոտրվել, գնալ Գորիսեցուն արժանապատիվ ձևով, Գորիսեցուն բնորոշ ըմբոստությամբ ըմբոստանալ այս խայտարակության դեր։ Ուրեմն ժողովուրդ ջան, ամսի 7-ին բոլորս գնում ենք քվեարկելու համար 17-ին։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարողանանք։ Ես ուզում եմ հավատալ մեր միասնականության, ուզում եմ հավատալ մեր ուժին եւ ուզում եմ մենք ամսի 8-ի արշալույսը միասին հաղթանակով դիմավորենք։ Ուրեմն միասին կարող ենք, միասին կարող ենք։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցում եմ գիտեք Գեղամ Մանուկյանին։ Իրենից շվեցնել։